Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Բրյուսելում է։ Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Քննարկումների արդյունքում կողմերը հաղորդել են, որ կստորագրվի նոր ռազմավարական փաստաթուղթ Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը հաջորդ մակարդակ տեղափոխելու համար։ Այսօր նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել։ Սա ընդհանուր նոր հավակնություն է բազմաթիվ այլ ոլորտներում աշխատելու համար, աջակցելու ձեր բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսությանը։ Մենք նաև համագործակցելու ենք վիզայի ազատականացման համար, ինչպես նաև անվտանգության ոլորտում։ Կայա Կալասի խոսքով 2024-ից 2025 թվականները կարևոր շրջափուլ են եղել Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների համար։ Ընդգծմամբ, այս ընթացքում հիմք է դրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին և Եվրամիությունը շարունակելու է աջակցել դրան։ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները, որ մեկնարկեցին, շատ կարևոր էին, քանի որ դրանով ավարտվեց տարիներ շարունակ տեղի ունեցող կոնֆլիկտը։ Դուք ունեք Եվրամիության աջակցությունն այս հարցում։ Եվրամիությունն ամեն ինչ կանի ձեզ աջակցելու համար։ Եվրամիությունը Հայաստանին տրամադրում է 15 միլիոն եվրո, որը Կալասի փոխանցմամբ ուղղվելու է խաղաղությանը և Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը։ Գումարներն ուղղվելու են խաղաղությանը, մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու, ականազերծման գծով վերապատրաստումներ, նոր սարքավորումների գնման գործընթաց է իրականացվելու։ Իհարկե, Հայաստանը այլ մարտահրավերներ էլ ունի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մենք կարող ենք տեսնել նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, հիմա Հայաստանում են իրականացնում այդ ապատեղեկատվության տարածումները։ Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել արտասահմանյան ազդեցություններին։ Արարատ Միրզոյանի խոսքով մեկնարկած բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակական են։ Հայաստանի արտգործնախարարը նշում է, վիզայի ազատականացման գործընթացն արդեն ընթացքի մեջ է, իսկ անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը մշտապես քննարկվում է։ Այս օգնության առաջին մասը Հայաստանը ստացավ խաղաղության գործիքի շրջանակներում։ Սա նոր հորիզոններ է բացում համագործակցության համար։ Հանձնակատար Կալասի այցի ժամանակ մենք ստորագրեցինք համաձայնություններ, ինչպես նաև քննարկեցինք Հայաստանին ընդհանուր Եվրամիության պաշտպանության հարցը։ Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունն էլ ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը։ Արտգործնախարարի խոսքով Հայաստանի տեսլականը համապատասխանում է Եվրամիության և Սերծովյան ռազմավարական ուղղություններին։ Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել է նաև TRIP ծրագրի իրականացումը և դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնությունները աննախադեպ հնարավորություններ են ստեղծել սրա համար։ Լրացուցիչ հնարավոր քայլերը, այդ թվում Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ու ենթակառուցվածքային մեծ ծրագրերի իրականացումը կարող են զգալիորեն փոփոխել տնտեսական և քաղաքական իրադրությունները ամբողջ տարածաշրջանում։ Ժողեր Ղլիջյան, Արմալուր։